Դա ճիշտ է, 33 տարի աշխատես 39,000 փող տան։ Ասենք այս գյուղացին պետք է 3000 փող տա, տաքսին գնա Իջևան կամ Դիլիջան, որ իրան թոշակը ստանա։ Բայց այդ 3000-ը էլ տակին տան չի մնում։ Տրանսպորտ ունեն մի հատ Դիլիջանա, առավոտը մի հատ գնում է 3-ին հետ գալի։ Ես գնամ 4-5-6 ժամ ես ընդ Դիլիջան կաղնեմ։ Մի հատ բանկոմատ տնեմ այստեղ։ Ասենք մի հատ 10 դրամանոց տեղի համար պետք է գնաս Իջևան կամ Դիլիջան։ Մի հատ ապտեկա դնեն, այդ էլ ժողովրդի համար չկա։ 10 դրամի համար ասենք մի հատ պինտա պետք է կամ մի հատ յոդա պետք է։ Պետք է գնաս տաքսի բռնես 3010 գնաս Իջևան կամ Դիլիջան։ Ես կախիկել եմ, այլ չեմ զգացել, որ ավելացել է, կախիկը էլի չեմ զգացել։ Ոչ մի բան չի ավելացել։ Բայց ես ուզում եմ իմ անձնական ձեռով ծախսեմ իմ գումարը։ Ես չեմ կարող քարտով օգտագործեմ։ Մի 5 անգամ, 3 անգամ գնալու եմ Իջևան կամ Դիլիջան, այդ 20%-ն էլ տալու եմ տաքսուն, որ գնամ։ Ավելի լավ կլի ես իմ դիմումը գրեմ, իմ փոստային արկղիցը ստանամ իմ գումարը, քան թե տենց քաշքաշել եմ։ Կարող է այսօր էլ հարսը գնա ստանա, ասի, հող եմ գլուխը տենալուրը չառա, կերար, են քաղցրը չառա, չայ խմեցիր, բայց կլի, չէ որ ես իմ անձնականը ունենամ, իմ աղայությունը վայել եմ, իմ տարիները, իմ այդքան 5 անգամ գնամ խոսքի պեսոկա պետք է գնամ Իջևան, հացա պետք է գնամ Իջևան, ալուրա պետք է գնամ Իջևան, շատ վախտել, որ ասենք տվել ենք, ասում այս պահին մեր բանը չի աշխատում, այդ սարքը չի աշխատում, բայց մի անգամ էլ գնամ, որ այդ սարքը աշխատի կամ մյուս հերթին որը գնամ, լրիվ գտանք տաքսուն ու սոված կնստենք։